Ողջույն սիրելիներս, Տեր օրհնի ձեզ։ Մի քանի օր առաջ մի այսպիսի դեպք պատահեց կյանքի խոսքի եկեղեցում, որ մի աղջիկ, որ արդեն պարզաբանված է, որ թմրամոլ է եւ մեր եկեղեցու անդամ չէ, մտավ եկեղեցի, որը նրա իր մորաքրոջը, որովհետեւ մորաքույրը շատ անգամ օգնել էր, փողեր տվել, երևի մի անգամ էլ չէր տվել, բայց ամեն անգամ օգնողել է։ Իսկ մորաքույրը մեր եկեղեցու անդամ է։ Եվ սուր ինչ որ իրով ծակել էր մորաքրոջը։ Իհարկե, մորաքույրը տեղափոխվեց հիվանդանոց, հետո այնտեղից դուրս գրվեց, շատ մեծ վնասներ չկար, եւ այդ աղջիկը ինքը գնաց հանձնվեց, իր արարքի համար պատմեց։ Բայց հարցը, իհարկե, դա շատ վատ բան էր, բայց հարցը դրանում չի այսօր, որ ուզում խոսամ, հարցը մեր մի քանի լրագրողներ, շատ հայկական թերթեր, բլոգներ, որ անդրադարձան այդ հարցում, այդ հարցին կյանքի խոսքում դանակահարություն վերնագրով եւ գիտեք հիշում ես այս ասացվածքը որ երբ որ բոլորի կտուրը կաթում է հեչ հենց Փանոսի կտուրը կաթած բոլորը ուշադրություն դարձրեցին իհարկե ծիծաղալու է բայց փաստ է մեկն էլ շատ լուրջ գրել էր որ տեսեք ուր են տանում սխալ ուսմունքները միայն մի եկեղեցու անուն հնչեցնելով միայն այնտեղ է ճիշտ ուսմունքը եւ միայն այնտեղ մեր մարդիկ պետք է գնան, որտեղ կյանքի խոսքի սխալ ուսմունքները տանում են այստեղ դանակահարություն։ Ասեմ ձեզ մի անգամից Երևակայի այդ աղջիկը հենց այդ նույն եկեղեցու անդամ էր, որը դանակահարել էր Երևակայի շատ անգամ լսելով այդ նույն ուսմունքները հարցածակում սիրիներս։ Երբ որ դուք հոդված եք գրում, վերնագիր եք դնում, իրականում դուք ուզում եք ազգը փոխեք, թե ուզում եք ձեր լայքերը շատացնեք, որ մտնեն ձեզ մոտ այնքան շատերը այսօր չկայացած են, որ ման են գալի մի սուտ բան գրեն, ինչ որ մեկի կյանքի վրա սուտ բաներ գրեն, ինչ որ մի կազմակերպության, եկեղեցու կամ անձի, որ մարդիկ մտնեն մեջը, որ իրանց ոնց որ ասած լայքերը ավելանա, որ իրանց ինչ որ մեկ ուշադրություն դարձնի, դա կարելի է նկատել իհարկե վերնագրերից, այնպիսի վերնագրեր դնել, որպիսի մեկը ինչ որ մեջը մտնի, կայացեք, պարոնեք, կայացեք։